Աստված գերազանց է իր ճանապարհներով։ Աստծո ճանապարհը միշտ չի որ կարճ է, բայց Աստծո ճանապարհը տեղ է հասցնում մեզ։ Իմաստալից է։ Եսայա 55:8-ն ասում է. «Արդարև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն», ասում է Տերը, «այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Մեկ ուրիշ տեղ Եսայայի մեջ գրված է, Աստված ասում է. «Ձեր ճամփեքը ձեր գլխովն եմ տալու»։ Մենք ոչ թե միայն պիտի գտնենք ճիշտ ճանապարհը ընթանալու համար, այլ պիտի հասկանանք, որ այդ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ նա մեզ ճիշտ տեղ է տանում։ Առակաց 3:5-6-ն էլ ասում է. «Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը եւ քո հասկացողությանը մի ապավինիր, քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա ինչ կանի, նա կուղղի քո ճանապարհները»։ Քո ճանապարհներում նրան ճանաչիր, նա կուղղի քո ճանապարհները։ Մենք գիտեք ինչ ենք սիրում, արագ ճանապարհ, բայց Աստված սիրում է ճիշտ ճանապարհ։ Երբ որ Արթուրը մեզ բերում էր տանում էր օդանավակայան, մեծ բանի մեջ ընկանք, խցանման մեջ ընկանք այնտեղ։ Պատկերացրեք 16 միլիոնանոց քաղաք է։ Եվ Ղուկաս եղբայրն էլ այն մյուս ծայրներից գալիս էր, ինքն էլ ընկավ խցանման մեջ։ Մի պահ տագնապ սկսվեց։ Հետո Արթուրն ասեց, «Ոսկե եղբայր, հանգիստ տեղի»։ Հեսա մենք կվերցնենք վճարովի ճանապարհը եւ դրան ասում են fast track, այսինքն արագ ընթացք եւ շուտ կհասնենք։ Եվ ինքը այդ խճողումից դուրս եկավ, մտավ այդ ճանապարհ, որ դատարկ էր, որտեղ վճարովի է, եւ շատ արագ տեղ հասանք, այնքան լավ էր։ Բայց Աստծո ճանապարհների մեջ չկա վճարովի ճանապարհ, չկա զարտուղի ճանապարհ, հայերեն ասած չկա քյասար ճանապարհ, կա ուղիղ եւ ճիշտ ճանապարհ։ Տեր ինձ հաստատիր քո ճանապարհների մեջ, որտեւ իմ ճանապարհները քո ճանապարհները չեն։ Գիտեք, երբ որ մենք ճանապարհին ենք, մի բան է մեզ մտահոգում, ի՞նչ է ձեզ մտահոգում, երբ որ դուք ճանապարհ եք գնում։ Հատկապես Երևանում։ Մենք երեք, երբ որ սովորաբար իմ ծնողական տնից միջև Վաղարշան 12 7 րոպե է տևում, ընդամենը 5-ից 7 րոպե։ Բայց երբ որ մենք դուրս եկանք, պարզվեց կամուրջը փակ է։ Հետո ասենք ձորով կգնանք։ Գնացինք ձոր, պարզվեց ձորն էլ փակել էին։ Հետո ասենք այն ճանապարհով կգնանք, ընկանք խցանման մեջ ու արդեն անհանգստացել էինք, որ ժողովից մենք ուշացանք։ Սա է քեզ հետարքում, ես ճիշտ ժամանակին տեղ կհասնեմ, թե չէ։ Բայց մի ուշադիր լսեք մի բան։ Երբ որ մենք այդ ճանապարհին ենք, մենք չպետք է ասենք ես տեղ կհասնեմ։ Աստված այս բանն է ասում, ինչպիսի մարդ դու կդառնաս այդ ճանապարհին։ Մենք միշտ մտածում ենք տեղ հասնեմ։ Աստված ասում է սպասի, համբերի։ Դու հрьяաները ուզում են շատ արագ տեղ հասնեին։ Աստված ասում է 40 տարի ձեզ պիտի փոխեմ։ Դուք ուզում եք զարտուղի ճանապարհ, ես ունեմ իմ ճանապարհը, որ անապատներով է անցնում։ Ինչպիսի մարդ կդառնաս դու, հենց դա է ամբողջ խնդիրը այդ ճանապարհի մասին։ Բոբ Սուրջ անունով մի քարոզիչ կար, որին պատիվ եմ ունեցել ինքս ծառայեմ եւ իրեն թարգմանեմ։ Նա աշխարհարչակ երգիչ էր, երաժիշտ եւ քարոզիչ էր։ Եվ հանկարծ մի անգամ քարոզի գնալուց առաջ իր ձայնը կորցրեց։ Դուք պատկասում եք քարոզիչի եւ երգիչի համար դա ինչ է։ Երբ որ գնաց բժիշկի մոտ, բժիշկն ասեց, դե սովորական վիրուսա շուտով կանցնի։ Մի ամիս հետո, 2 ամիս հետո իսպար ձայնը կտրվեց։ Եվ հիմա ինքը երբ որ խոսում էր, միկրոֆոնը դնում էր իր կոկորտին, որ մի բան քեզ հասկացնի, որտեղ իր ձայնը կոկորտից դուրս չէր գալիս։ Եվ ասում ես գնացի Աստծո մոտ շատ վշտացած, որ ես ինչ եղավ ինձ հետ, ինչի իմ ճանապարհը կտրվեց, իմ թելը կտրվեց, Աստված ինձ զրկեց ձայնից, որ իմ կոչումն էր, իմ կյանքի նպատակն էր։ Եվ ասում Աստված մի բան ասեց, ես քեզ ձայնազուր կարեցի, որ քո ձայնը ավելի լսելի դարձնեմ։ Ասում եմ, չհասկացա ես ինչ ասեց։ Նորից հարցրեցի, նորից նույն բանը Աստված ասաց։ Գիտեք, այսօր Բոբ Սորջը համաշխարհային հրճակ ունեցող հեղինակ է գրքերի, նրա գրքերը միլիոնավոր օրինակներով են տպվում։ Եվ ասում եմ, ինչ ես քարոզիչ էի, իմ տեղական համայնքում քարոզում էի լավ էր, բայց հենց Աստված ինձ ձայնազուր կարեց,
նստեցի, սկսեցի գրքեր գրել եւ միլիոնավոր մարդիկ մոտեցան Աստծուն։ Եվ իմ ձայնը այսօր լսելի է աշխարհի տարբեր անկյուններում։ Զարմանալի չեն Աստծո գործերը։ Զարմանալի են։ Երեք լսեցի մեկի մասին, որ իր ձեռքը կորցրել էր մանուկ ժամանակ, մի ձեռք ուներ ընդամենը, եւ ասում է շատ էին նեղացել Աստծուց, որ ինչի Աստված թույլ տվեց, որ այսպես լինի։ Երբ որ ես Աստծուն խնդրում եմ, ասում եմ, մի կոչումն ասա ինչ էր, Աստված ասեց դու աշխարհի ամենալավ խոհարարն ես լինելու։ Ես ասում եմ, մտածում Աստված ինձ ծաղրում է։ Ո՞ս կարող եմ ես մի ձեռքով խոհարար լինել։ Բայց այդ անձնավորությունը այսօր ամենաթանկ ռեստորաներից մեկի ամենաբարձր վարձատրվող խոհարարն է։ Աստված իր ճանապարհներն ունի։ Եվ այդ ճանապարհները մեր ճանապարհները չեն։ Հովսեփի ճանապարհը փոսով էր անցնում, Մովսեսի ճանապարհը անապատով էր անցնում, Դանիելի ճանապարհը առյուծների գուբով էր անցնում, երեք պատայների ճանապարհը կրակների հնոցով էին անցնում, Հիսուսի ճանապարհը խաչով էր անցնում, բայց փոսը Հովսեփի վերջը չէր, անապատը Մովսեսի վերջը չէր, գուբը Դանիելի վերջը չէր, կրակը երեք երիտասարդների վերջը չէր եւ խաչը Հիսուսի վերջը չէր, սկիզբն էր։ Հետևաբար, եթե այդ ճանապարհները անցնում են նեղ քարքարոտ տեղերով, մի բողոքիր։ Աստծո ճանապարհը միշտ չի, որ բետոնապատ, ասֆալտապատ մեծ մայրուղի է։ Երբեմն դա նեղ է, երբեմն չէ, միշտ էլ քարքարոտ է, փշոտը չգիտեմ։ Բայց նեղ է, անհանգստացնում է, բայց իրականում մեզ տեղ է տանում, մեզ փոխում է։ Հետևաբար, հարցը հարմարավետության մասին չի, ինչքան հարմար ճանապարհ է սա, հարցը չի տեղ կհասնես, թե չէ, հարցը նա կփոխվես արդյոք այդ ճանապարհին, որովհետև հենց փոխվես, տեղ կհասնես։ Երբեմն գիտեք աստվածային ճանապարհը ինչը կարող է լինել, փակուղին էլ կարող է լինել աստվածային ճանապարհ։ Հրեաները Կարմիր ծովի առաջ կանգնեցին եւ ասում են՝ «Ուրա քո ճանապարհը Տեր, ուրա քո ճանապարհը»։ Աստված իրանց չասեց, ով լողալ գիտի տղեկ, լողացեք փրկվեք։ Աստված ծովի մեջ ճանապարհ բացեց։ Սա է Աստծո ճանապարհը։